Աղջիկներ ջան, բարի օր։ Երևի թե կհիշեք, եթե հետևել եք իմ գրումներին, որ մի քանի նորույթներ ունեի, որոնք անգամ բացել եմ, բայց չեմ էլ դրել օգտագործման, քանի որ ձեզ համար մանրակրկիտ վիդեո չէի արել։ Չեմ կարծում, որ սա այնքան մանրակրկիտ կլինի, ինչքան որ նախատեսել եմ, բայց քանի որ մտածել եմ ու այսպես մնացել է անկյունում, այս մի գործն անենք ու անցնենք առաջ։ Ուրեմն երևի նկատեցիք, որ էքսպերտ շարքի մեր ատամի իմացուկները բոլորը թարմացվել են։ Ես նախընտրեցի վերցնել այս մի տեսակը, բավականին կարծեմ հարմար գնով էր գալի, գինի հիմա չեմ հիշի ինչքան է, 75 միլ է տարողությունը, շարքը ես միշտ հավանել եմ, բայց վերջին շրջանում միշտ վերցնում էի նուկին, եթե կհիշեք, որը 99% բնական միջոցներից էր, բայց բարեհաջող դուրս եկավ արտադրությունից, ուսումնասիրեցի այս նորույթները եւ շատ ուրախացա, երբ տեսա, որ իր մեջ ֆտոր չկա։ Գոնե այս մեկի մեջ հաստատ չկա, մյուսները անկեղծ չեմ նայել, կարող եք ինքներդ նայել բաղադրությունը 3873 է կոդը, իր մեջ ինչ ունի, պրոպոլիս ունի, կոմպլեքս ակվաֆտեմ ունի եւ ավելի շատ ուղված է առողջ լնդերին։ Չեմ օգտագործել, այսպես բացել եմ, զուտ հասկանալու, տեսեք մինչև վերջ չեմ էլ փոկել պիտակը, ինձ հոտն հետաքրքիր, կարևորը մի հատնի հոտ էր, ավելորդ հոտեր չկա, ես չեմ սիրում, հա, ատամի մածուկների մեջ ավելորդ հոտեր։ Այս նորույթն էլ շատ ոգևորված եմ, այս նորույթով անկեղծ ասած իրենյանի չկար, հենց որոշեցի վերցնել, այնքան անհետացավ ուղղակի պահեսից, հետո վերաթողարկվեց, կարծում եմ եւի նույն բանն է, որտեվ անկեղծ չեմ հիշում այնտեղ ինչ բաղադրություն կար, ինչ էր, բայց սա վերցրել եմ 3877 է կոդը, վերցրել եմ ամուսնուս համար, ողողիչ է, որը ինչպես կլինի, փառ, ատամնափառի դեմ է, եւ նաեւ ասում են, որ նման միջոցներ խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր որ արդեն տարիքից ելնելով ունեն ատամներ, որոնք իրենց չեն։ Ինքը նաեւ հակաբորբոքային էֆեկտ ունի։ Իր մեջ ինչ ունի, եթե կհետաքրքրի, չգիտեմ ինչ կասեց այդ անունները, քսիլիտ, էքստրակտ էլի պրոպոլիս կա, քսիլիտ, կարող եմ ասել, հոտը վատը չէր, քանի որ ես չեմ օգտագործելու։ Ինձ համար այսպես ասած մի քիչ մեկ է։ Մի խոսքով արտիկուլը չեմ հիշում, ասեցի 3877, այս գլխիկն էլ ինքը իր բաժակն է, շատ հարմար է օգտագործման։ Շարքը համալրվել է վերջապես այս օճառային հոտազերծիչներով անցյալ տարի եթե չեմ սխալվում, նույն շարքն էր, ոնց որ կարծեմ թե հա նույն շարքն է դուրս եկավ, ես կյանքումս առաջին անգամ վերցրեցի, սիրահարվեցի ու կարծես թե իմ սիրահարվելը պրոդուկտներին բավականին վատ է անդրադառնում, քանի որ իմ սիրահարվելությունը իրանք ուղղակի անհետանում են։ Հենց հայտնում են իմ հետաքրքրության տիրույթում։ Մի խոսքով վերաթողարկվել եմ, վերցրել եմ, բայց չեմ բացել, այնտեղ երկու հոտով էր առաջարկում, վերցեցի Կրուշա տանձ եւ Ֆրեզիայի հոտովը։ Այստեղ կարող եք տեսնել, որ իր մեջ չկան աղեր եւ ալյումին, 24 ժամ էֆեկտ է խոստանում եւ եկեք միասին բացենք 50 գրամ է, նախորդը անկեղծ պիտի ասեմ, մի քիչ ուրիշ է փաթեթավորումը, չեմ հիշում քաշը ինչքան է, 50-էր թե չէ, բայց տեսեք անգամ չէի բացել։ Եկեք տեսնենք հոտը ոնց է։ Խոսքով շատ լավն էր, շատ լավ պահում էր, ես միշտ մտածում էի, որ նման միջոցները, իրապես բացեմ, պետք է որ փառ թողնեն, մի խոսքով։ Օ, շատ լավն է հոտը։ Շատ հաճելի հոտ է։ Եկեք այսպես մի հատ բացեմ, տեսնենք։ Ու շատ երկար օգտագործեցի։ Ու շատ լավ էր պահում, ի տարբերություն հատկապես ամառային շրջանում, այս գնդիկավորները գոնե ինձ մոտ այսպես ինչ որ ջրային բան են թողնում, որ ինձ դուր չի գալիս, նա փորձում եմ այսպես հանել, տեսնել ինչքան դուրս կգա, որ մենակ չընկնի։ Ահա, լրիվ հանեցի այսքան։ Ուй, հիմա հանգիստ տեղադրենք։ Շատ հաճելի է հոտը։ Հիմա ինչպես, ահա, всё, հանգիստ հետ գնաց։ Հետքեր չէր թողնում նախորդը։ Հուսամ սա էլ չի թողնի։ Ու ինչ հանգիստ, ինչ լավ կսվում է հանգիստ, տեսեք ինչ որ գելային բան ունի։ Մի խոսքով դեռ կարծականք եմ, Ideal Perfume, այսինքն պարֆումիզացված է։ Նախորդը կարծեմ թե հոտը չէր մնում։ Կարծեմ թե եթե չեմ սխալվում, հոտը չէր մնում։ Մի խոսքով երկու գույնով է առաջարկում կանանց համար, մեկն էլ կարծեմ տղամարդկանց համար 3741, սա տանձի ու ֆրեզիայի հոտովն է, եւ վերջապես ասեք ինչ արագ չորացավ այդ փայլը կորավ, իսկ հոտը մնաց։ Եվ
եկեք բացենք SPF 50S ստիկը, անկեղծ պիտի ասեմ, գիտեք, որ ես սիրահար չեմ SPF կրեմների, բայց գիտեք ինչքան կարևոր է, ես էլ գիտեմ կարևոր է, ուղղակի ես ֆիզիկապես չեմ կարողանում իրան իմ մաշկի վրա տանել, ինձ թվում է մաշկս խեղդվում է, քանի որ շատ խիտ ստրուկտուրա ունի, խոսքով ոչ մի SPF կրեմի հետ յոլա չեմ գնացել ու միշտ փորձում եմ ընտրել այնպիսի ցերեկային կրեմներ, որոնց մեջ կա SPF 15, 25, նաև CC կրեմներ եմ ընտրում այնպիսի, որոնց մեջ լինի, կարծես իրանց միջոցով կոմպենսացնում եմ, հա, այն պակասը, ինչը որ պետք է ունենայի կրեմի տեսքով 1288 ստիկերը նախորդ տարիներին էլ եղել են, բայց ես չեմ հետաքրքրվել իրենցով, հիմա նորից վերադարձել են ու շատ գովում էին։ Մեր գործընկերուհիները ասում են, որ շատ հարմար է օգտագործման, հատկապես պայուսակում կրելու համար, ես ոնց է բացվում։ Իրապես հասկանանք, ահա, այսպես բացվում է։ Էլի այսպես է օճառային հոտազերծիչի նման բացվում։ Անկեղծ չգիտեմ ոնց եմ օգտագործելու, բայց քանի որ հիմա ռետինոլի Սա մոտերքում է ձեզ ցույց տամ շիճուկն եմ վերցել, իսկ ռետինոլից հետո անպայման պետք է SPF օգտագործել։ Մի տեսակ իր խաթեր համար եմ այսպես ձեռք բերել, հա, այս SPF ստիկը, որպեսզի խնդիրներ չունենանք, այսինքն խնդիրը վերացնենք, ոչ թե նոր խնդիր ավելացնենք, հա։ Վերցել եմ վզիս համար հիմնականում։ Այստեղ գործ են անում վարպետները եւ աղմկում են։ Շատ այսպես հեշտ քսվում է։ Հոտ գալիս է, թեթև հոտ ունի, ոնց որ թե չունի, մի քիչ գրիպոտ եմ անկեղծ ասած, կարող է շատ թեթև լինի, ինքս չզգամ, հիմա եկեք այսպես բացեմ, տեսնեմ ինչքան դուրս կգա, մենակ չգցեմ, ջարդեմ, հուսամ, ինձ թվում է իր հետ երևի յոլա կգնամ, ամեն դեպքում թեթև էր, կրեմի նման ծանր չէր, և վերջապես մեր պայքարը իմ ու SPF օգտագործելու, այսպես ասած, կավարտվի, տեսեք դեռ դուրս է գալիս, բռնել եմ ուղղակի, որ միանգամից չեմ գնի ջարդ ու փշուր լինի, վսյո, այսինքն համարյա այսպես, իր բոյի չափով հիմա սիրուն տեղադրենք ու հետ պտտենք, այսօր առաջին անգամ կքսեմ, տեսնեմ ինչպես կլինի, չեմ կարծում որ դիսկոմֆորտ կառաջացնի, քանի որ շատ թեթև է։ Եվ վերջապես ես կօգտագործեմ SPF, բոլորին ասում եմ օգտագործեք, բայց ինքս չեմ օգտագործում։ Խոսքով, սա ես կպտտեմ հետ, այսքան աղջիկներ ջան, ապրեցնեցիք, հուսամ օգտակար էր։ Լավ եղեք, բոլորին մաղթում եմ հաճելի գնումներ։